Սիրելիներս, ուզում եմ մի հետաքրքիր բանի մասին խոսել։ Ինձ թվում է, որ հետաքրքիր է իրականում, որովհետև ինքը շատ ակտուալ է։ Նամավաթմի, որ այսպես մեր ազգը պասի մեջ է, առաջի սենց հայացքից ինչ ուժեղ սենց մի հատ երանգ է, չէ, հոգևոր, մենք պասի մեջ ենք։ Առաջի հայացքից սենց մի հատ տպավորություն է ստեղծվում, որ մենք այսպես նախանձավոր ենք, ուզում ենք Աստծուն մոտենալ, ուզում ենք Աստծուն հաճո երևանք։ Բայց գիտեք, ապրելով Հայաստանի մեջ, շփվելով այն պաս պահողների մեջ, նայում ես, կներեք էլի սենց ոնց են 5-6-ի վրա բերանները բացում, այն ամենապիղծ հայոյանքներով հայոյում, տենում ես ինչպես սենց է ծխախոտից չեն կարում ազատագրվեն, տենում ես ինչպես չեն կարում մարդկանց ներեն, ինչպես մարդկանց վիրավորում են, ինչպես մարդկանց հետ վարվում են, հա։ Ու գիտեք ինչն է սրա հետաքրքիրը, սենց, չասեմ հետաքրքիր, այ ավելի շատ գարշելին, որն է, երբ որ տվյալ մարդկանց ուղղակի լսում ես, ակամայից լսում ես, որտեղ ապրում ես այս երկրի մեջ, երբ որ ասում են, այս ինչ բան եք էլ գնանք անենք, օրինակ, գնանք Լևի, հա, ասում է ախպեր հիմա պասի մեջ եմ կանի ելնիմ նոր։ Ուզում եմ ասեմ, քանի կոպեկ արժե քո պասը, դու մտածում ես ասված հավնում ես պասին, կամ հիմա դու միշտ չես ուդում, հա, նենց, յանեն նենց մեծ բան ես անում, բայց հայոյում ես մարդկանց, չներում կա սրտիդ մեջ, մարդկանց նեղացնում ես, թույլ չես տալիս, որ քո հպարտությանը Աստված խոնարհացնե, որովհետև Աստվածաշունչն ասում է, որ խոնարհներին ինքը մոտ է, հպարտներին ինքը հեռու է, հա, հակառակվում է հպարտներին, առաջի Պետրոսի մեջ է գրված։ Գիտեք, ես հիմա ինչ որ ասում եմ, ես ասում եմ Աստվածաշնչից, հա, ես չեմ ասում այն ինչ որ իմ մտքերս է, ինչ որ իմ պապերս են ինձ ասել, կամ ինչ որ, ես չգիտեմ, իմ երևակայությունս է մեզ միացրել, չէ, ես խոսում եմ այն ինչ որ խոսում է Աստվածաշունչը։ Ու գիտեք ինչն է ցավալի, երբ որ ասում ես մեկին որտեղ է գրված, ասում է իսկ դու այն աղանդավորներից ես, որ ինչ ասում են որտեղ է գրված։ Ուղղակի ծիծաղել է ժողովուրդ ջան, այսինքն մենք Աստվածաշունչը կարդալու համար, հա, կամ եթե Աստվածաշունչից մեջբերում ես անում, ուրեմն դու աղանդավոր ես։ Լավ, բայց սրա մասին չէ խոսքը։ Ուղղակի ուզում եմ կարդալ Եսայա 58-րդ գլուխ 6-րդ խոսքն եմ ես կարդում, բայց քեզ խորհուրդ եմ տալիս ընդանուր կարդա այս գլուխը, որովհետև մինչև 6-րդ խոսքը այնտեղ Աստված ասում է, որ դուք ծոմ եք պահում, ու իմիջիալոց պաս չէ, ծոմը ինքը Աստվածաշնչյան բառ է, հա, երբ որ մարդ ծոմ է պահում, ծոմապահություն, ու մինչև 6-րդ խոսքը Աստված ասում է դուք այսենց ծոմեր եք պահում, դուք ձեզ կարելի ասած շատ բաներից զրկում եք, ուզում եք, որ լսված լինեք իմ առաջ, ուզում եք, որ պատասխանեմ ձեր աղոթքներին, ուզում եք, որ ես հավնեմ ձեզ, բայց դուք սենց ասում եմ մեղքեր եք գործում ծոմապահության մեջ, ուղղակի դուք կարդացեք, բայց 6-րդ խոսքի մեջ ինչ ասում, նայեք, անձամբ Աստծո խոսքերն եմ ասում, Հայր Աստծո խոսքերը, ասում է, ահա, սա է ծոմը, որին ես հավանում եմ, հետաքրքիր է, չէ, անձամբ Աստված ասում է, ուզում եք իմանաք, որ ծոմին եմ ես հավանում, հիմա կասեմ, ու շարունակում է, ասում է, լուծիր անիրավության կապանքները, բաց արա լուծի կոշկորները, և ջարդվածներին ազատ թող տուր, և ամեն տեսակ լուծ կոտրեցեք, այո, հացդ կտրիր, տուր սովածին, և թափառական խեղճերին տար տունդ, երբ որ մի մերկ տեսնես, նրան հագցրու, և քեզ պես մարմին ունեցողից քեզ մի ծածկիր։ Հետաքրքիր է, չէ, ինչ ասում։ Աստված ասում է, լսի, ասում է, գիտես, որ ծոմին եմ ես հավանում, երբ որ ասում է դու լուծում ես անիրավության կապանքները, գիտես դա ինչ է նշանակում, անիրավության կապանքներ, երբ որ դու կապված ես անիրավ կապանքներով, կնոջդ ես դավաճանում, սուտ ես խոսում, նարկոտիկներ ես օգտագործում,
մարդկանց խաբում ես քո շահիդ համար, հայոյում ես, ու սենց շատ կարելի ուղղակի ես թվարկել, ու շարունակությունն ասում է, բաց արա լուծի կոշկորները, գիտեք դա ինչ է նշանակում, երբ որ քո պատճառով մարդիկ լացում են, երբ որ քո պատճառով մարդիկ Աստծունը աղոթում են, ասում են ազատիր ինձ սրա ձեռքից, հենց սրա մասին է խոսում, ասում է լուծիր կոշկորները և ջարդվածներին ազատ թող տուր, ջարդվածները գիտեք ով են, նրանք, որոնք որ քո խոսքից, քո վերաբերմունքից, քո արարքներից կոտրվել են, կոտրվել, միգուցե, ես չգիտեմ, հինգած սիրած ես պահում, ու ամեն մեկին օգտագործում ես, եղբայր, ու գլուխ ես գովում մի հատ է, որ հինգած սիրած ունիս, բայց հիմա դու ծոմի մեջ ես, պասի մեջ ես, միշտ չես ուտում, գիտես ինչ անում, միշտ չի ուտում, լսե հարցը ուտելը կամ չուտելը չէ, այ Աստված ասում է, ուզում ես, որ ես քեզ հավնեմ, ուզում ես, որ դու ինձ մոտենաս, ասում է այս խնդիրներին լուծում տուր, ջարդվածներին ազատ թող, և ասում է և ամեն տեսակ լուծ կոտրեցեք, գիտեք դա ինչ է, երբ որ դու մեկի վրա լուծ ես տրել, երբ որ մեկին նեղացրել ես, երբ որ մեկին աշխարհիկ բառով ասեմ, գրուզիտ ես արել, այ հենց այդ է, այս լուծի մասին է խոսքը, ասում է դա այն ծոմն է, որին որ ես հավանում եմ, որին որ ես նայելով ուզում եմ օրհնել ու օգնել քեզ, շատ չեմ ուզում երկարացնեմ, ու Մատթեոս ավետարան 6:16-ի մեջ արդեն անձամբ Հիսուս Քրիստոսն է խոսում, պատկերացնում եք, հին ուխտի մեջ Հայր Աստվածն էր խոսում, նոր ուխտի մեջ խոսում է որդի Աստված է, Հիսուս Քրիստոս, ասում է 6:16, և երբ որ ծոմ եք պահում, տրտում մի լինեք, ինչպես կեղծավորները, որովհետև նրանք իրաց երեսները տխրեցնում են, որ մարդկանց ծոմ պահող երևան, ճշմարիտ ասում եմ ձեզ, թե նրանք իրանց վարձքը առած են, բայց դու ծոմ պահելիս գլուխդ օծիր և երեսդ լվա, որ մարդկանց ծոմ պահող չերևաս, այլ քո հորը, որ ծածուկում է, և քո հայրը, որ ծածուկ տեղն է, տեսնում է, հայտնապես կհատուցանե քեզ, պատկերացրեք, ասում է ամեն բան պետք է լինի ծածուկի մեջ, ու ինչ պետք է անես ծոմի ժամանակ, Աստվածաշունչ կարդաս, ներես բոլոր մարդկանց, որոնց որ դու չես ներե, աղքատին օգնես, սովածին կերակրես, Աստվածաշունչ կարդաս, աղոթքի մեջ մնաս, ու ամենակարևորը, ոչ մեկին չերևաս, որ դու ծոմի մեջ ես, ինչի, որ Աստված ծածուկում տեսնելով քեզ հայտնապես վարձահատույց անի, այս սրա մեջն է, որովհետև Աստված ինքը ծածուկում է, ու իմացի ամեն ծածուկ բան Աստված տեսնում է, այն նույնիսկ այն պիղծ սայթերը, երբ որ մտնում ես, ես էլ Աստված տեսնում, երբ որ դավաճանում ես, ես էլ Աստված տեսնում, երբ որ խաբում ես, ես էլ Աստված տեսնում, երբ որ մարդկանց ծածուկ փորում ես, որ իրաք գնին, որ դու վրայով անցնիս, ես էլ Աստված տեսնում, ու հանկարծ չմտածես, որ դա անպատիժ է մնալու, ու հետո չզարմանաս, որ քո ընտանիքի մեջ մեր լուրջ խնդիրներ է սկսում առաջանալ, դա այն սերմազներդ է, որը որ դու սրա հարցերը չես լուծել, բայց այսօր ես բարի լուր ունեմ քեզ համար, սիրելիս, դու կարաս փոխես քո աստվածապաշտությունը, սարքես Աստվածաշնչան, կարդաս Աստվածաշունչ, ճանաչես Աստծուն, գնաս եկեղեցի, գդի եկեղեցի, ունեցի հոգևոր պատկանելություն, որտեղ որ դու կառնես գիտություն, որտեղ որ դու հնարավորություն կունենաս Աստծուն ծառայես, դա է ճշմարիտ ծոմապահությունը, Աստված օրհնե քեզ, մի փոքր երկարացրեցի, ուղղակի ոնց որ շատ բան կա ասելու, բայց չեմ կարող ասեմ, սիրելիս շուրթերդ մաքուր պահե, Հիսուսն ասեց, գիտեք ինչն է պղծում մարդուն, ոչ թե այն, թե ինչ է
մարդու ներս է մտնում, այն ինչ որ մարդու ներսից է դուրս գալիս։ Շատերը մտածում են, որ ով որ չի հայոյում, ապարոտ կա չի ֆռում, ինքը թույլ մարդ է։ Գիտես ով է թույլը, ով որ իր ներսից դուրս է գալիս այսպես բառերը։ Իսկ ուժեղ մարդը լռել գիտե ու ներել գիտե։ Սիրելիս, Աստված օրհնե քեզ, թող պահե քեզ ու պաշտպանե ու որոշում կայացրա դարձի Աստծո մարդ։